Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել են պայծառատես Նարինե Մկրտումյանին։ Բարև ձեզ Նարինե, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Ինչպես միշտ դուք մեզ մոտ հայտնվում եք այն ժամանակ, երբ ասելիք եք ունենում կամ ինչ-որ նոր պատմություններ, այնպես որ հիմա ուզում ենք լսել ձեզ։ Ինչ նոր պատմություններով եք եկել մեր տաղավար։ Ճիշտ ասած, առաջնահերթ ուզում եմ դիմել իմ մարդկանց, ովքեր այլ պետություններից զանգում են եւ խնդրում են, որպեսզի մտնեմ եթեր եւ դեղ ես իրանց բոլորին, քանի որ չափից շատ են մարդիկ, դրա համար ես պետքա հեռուստաընկերությունով բոլորի համար ասեմ ինչեր եմ կարողանում անեմ, քանի որ զանգերը շատ են, ու անընդհատ գրում են։ Բոլորին հետաքրքիր է, ինչ եք անում, երբ են մարդիկ ձեզ դիմում, եւ այն ժամանակ մշտական դիմում են, անընդհատ դիմում են, զանգում են ու ուզում են բոլորը իմանան ես ինչով եմ զբաղվում։ Դրա համար ասել եմ մտնելով եմ ու միանգամից բոլորին ասեմ, թե ազնական, թե գործնական, թե ֆինանսը, թե հիվանդությունները, քանի որ իրանք հարցնում են անընդհատ հեռակակարգով, Նայինե ջան, մի հատ մեզ տարբեր մարդիկ են գրում, տարբեր երկրներից, ու որ ես աշխատում եմ մարդկանց հետ, այդ մարդիկ արդեն էլ չկան, հիմա ուրիշ մարդիկ են մտնում, եւ նորից են ասում, հեռակակարգով ու տեսնում եմ նամակները չափից շատ, գրանցվածքներն էլ ունեմ, դրա համար որոշել եմ Դե ուրեմն այդ դեպքում սկսենք հետեւյալից, որ դեպքում են մարդիկ դիմում ձեզ եւ որ դեպքում է կարողանում մարդկանց օգնել։ Տարբեր հարցերով են դիմում, չափից շատ է, ներկապա ինձ մոտ Հայաստանից ունեմ գրանցվածքներ, ուղղակի որ այլ պետություններից էլ զանգերը ահագին, դրա համար որոշել եմ, որ սենց միանգամից մտնեմ ու բոլորի համար հասանելի լինի։ Հիմա տեսեք, ասում եք այլ պետություններից, ես գիտեմ, որ այս ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դուք զանգեր եք ստացել։ Եկեք հենց դրա մասին խոսենք, ինչ զանգերի մասին է եղել խոսքը, ովքեր են ձեզ զանգում։ Հա, զանգեր չափից շատ կան, անգամ ինտան անդամների վրա են զանգում, չգիտեմ որտեղից են իմանում, թե մտնում են Facebook-ի, տենց են իմանում, որ հարազատներս են, գրում են ախպերներիս վրա, ծնողներիս վրա։ Կեսը շատ ասում են, որ վատ իրավիճակի մեջ են, իրանց խնդիրները շատ լուրջ է, ասենք պարտկատարի հետ կապված, ով արդեն դեռ չի դիմանում։ Եկեք ուկրաինականի մասին խոսենք հետո, հա, մյուսին։ Հա, այդ զինվորների մասին։ Հիմա Ուկրաինայից դուք, ես գիտեմ, որ Ուկրաինայից ստացել եք զանգեր եւ նամակներ, ինչի մասին է եղել։ Կորած զինվորներին, ես լիքը զինվորների օգնել եմ, գտել եմ։ Հայերի մասին է, թե հենց ուկրաինացիներն են եղել։ Չէ, տեսեք, լինում է մեր հայ զինվորներն են, որ գնացել են դե Ուկրաինա աշխատել, ոչ թե աշխատել, այլ կռվել չկան։ Ուկրաինայում ծնված, մեծացած հայերի մասին է խոսքը, որ հիմա արդեն այնտեղ նրանց բանակում եւ ծառայում են եւ փաստորեն Չէ, չկան այդ մարդիկ, շատերին ասել են, որ չկան, շատերին ասել են, որ կան, գայթում են եւ տենց է եղել է, բայց ռուսներն են դիմում։ Ռուսներն են դիմում տարբեր երկրներից իրանց զինվորները, տեսնեն կլինեն, չեն լինի։ Ինչ են անում, տղաների նկարներն են ձեզ ուղարկում, ինչպես են դիմում, ինչպես եք աշխատում։ Տղաների նկարներն էլ են ուղարկում են, ես հիմնականը որ զբաղված եմ լինում, իրանք Facebook-ով կարողանում են գտնել իմ հարազատներից, իրանց վրա են գրում, տենց հարազատներս ասում են, որ մեզ այդ կապի մեջ են մտել, ես էլ արդեն շարունակում եմ էլի իրանց հետ խոսել։ Հիմա կոնկրետ Ուկրաինայի հետ կապված, քանի մարդու եք կարողացել օգնել, քանի 20-ից ավել մարդու եմ ես ասել, որ կան այդ մարդիկ, գոյություն ունեն եւ գտնվելով են, մոտ 30-ից ավել ասել են, որ չկան, եւ տենց է եղել, չեն եղել։ Իսկ ընդհանրապես ուկրաինական պատերազմի ավարտը տեսնում եք։ Դե դեղ ես տենց ուղղակի գնում այդի կրիվը կգնա, բայց այդքան տենց ահավոր վիճակել չեմ տեսնում։ Բայց չեք տեսնում, որ դրանք կավարտվի։ Այս պահի չեք տեսնում, որ ինչ-որ մի բան կավարտվի։ Ավարտվում է, նույնիսկ սկսվում է, նույնիսկ ավարտվում է, նույնիսկ։ Դեռ ես տենց անընդհատ բան պիտեն ան, տենց բան չեմ տեսնում։ Բայց ամեն դեպքում պատերազմի ավարտն էլ չեք տեսնում։ Չէ, դեռ կլինի։ Կլինի մոտակայքում, թե դեռ 1 տարի, 2 տարի, ինչպես է ձեր կանխատեսումները։ Որ ասես դեռ շատ լուրջ պատերազմ է գնում էս բա, չէ, բայց դեռ գնալու է։ Լուրջ ասելով ինչ նկատի ունեք։ Ես անդադար չեմ տեսնում, որ դեռ բամբյոշկա է գնում։ Անդադար է։ Այսինքն լինում է մեկ սառեցվում է, մեկ նորից աշխուժանում են այդ իրավիճակն է։ Իսկ դա նշանակում է, որ ինչ որտեղ արդեն ավարտը կմոտենա, կդադարեն, կհանգստան։ Կավարտի, բայց դեռ այս բանը գնում է, չէ։
Լավ, սա մենք հասկացանք, որ ձեզ արտերկրից դիմողները Օ չափից շատ են ասել եմ մտնելու եմ բոլորի համար ասեմ, որովհետև ինձ անդադ գորում են Նարինե ջան խոսա, Նարինե ջան ասի, հեսա կզանգեք նոյան տապանը հեսեն ասեմ, ես մտնելու եմ նոյան տապանը ասեմ։ դե հիմա արդեն խոսում ենք։ Խոսեցինք, որ պատերազմի հետ կապված կարողանում եք կանխատեսումներ անել, տղաները կամ ողջ են, կամ գերի են, կամ սպանված են։ Հա, այդ Ուկրաինից են զանգել։ Հիմա մյուս դեպքերին անդրադառնանք։ Այլ պետություններից Ամերիկայի։ Օրինակ, ինչ հարցերով են ձեզ վերջերս գրել։ Ինչ են ուզում ճշտել, ինչ են ուզում պարզել, որտեղ են անհանգստանում։ Մեծ մասը ամուսնությունն է, որ ուզում են ամուսնանան, ամուսիններն են թողել գնացել, հիվանդություններն է, տան փաստաթղթերն է, տան վաճառքն է, երեխաները տնից գնացել են, երբ կգան, տնից էս ինչ իրնա կորել, դե այդ մեկը ես չեմ վերցնում ընդհանրապես։ Ծնողների հետ կապված շատ ժամանակ տղամարդազանգում, որ մայրս հիվանդ է, ոչ մի բան չի փոխվում, իր նկարը ուղարկում է, ես գտնում եմ անգամ որտեղ աչարվորակ խնդիրները թաքնված, ասում եմ, կապի մեջ եմ իրանց հետ մտնում, նայում մարդիկ կան, որ գալիս են այլ պետություններից, բլետներ են առնում գալիս։ Հիմա կոնկրետ, սկսենք պատմել դեպքը։ Օրինակ, տղան մոր համար ինչի է ձեզ դիմել։ Մայրը վատառողջ է, ոտերի չի գնում, սիրտը վատանում է, ինքը նկարը ուղարկում է, ես այդ ազոտում եմ, տեսնում եմ խնդիրը որտեղից է, որ դաժե վերակ ենում, ինքը չի կարում քայլի, ոնց որ բկնած լինի, ոտերի չի գնում, սրտի մեջ խնդիր կա, ու սկսում եմ աշխատել այդ տվյալ խնդիրների վրա, որտեղ տեսնում եմ։ Շատերը ասում են ամուսինն է գնացել, հետ չի գալիս։ Շատերը ուզում են, որ իրանց ընտրյալները իրանց հետ տակ հարաբերության, ջերմ հարաբերության մեջ լինեն, աշխատանքը վերցնում են։ Իսկ ինչ եք պարզում, օրինակ այդ ամուսնական կյանքում ինչ եք պարզում, իրենց ինչ եք բացատրում, ինչ եք ասում, որտեղ է այդ պատճառը, որտեղ է։ Լինում է դեպքեր, որ բրակ պարաշոտ է լինում։ Եթե որ տաքություն, ջերմություն չկա, տենց անընդհատ ժամանակ չի լինում, տիկնոջ հետ կաղնի, երկար մի տեղ գնան, իմ մոտ բացվում է, որ բրակ պարաշոտ, տեսնում եմ եւ ասում եմ։ Լինում է, որ գալիս են տղամարդիկ, դիմում են ինձ, թեկուզ այլ պետություններից են գրում, որ իրանց ընկերուհին իրանց հետ այդ ջերմ հարաբերության մեջ չի տեսնում են, որ հետևը ուրիշ կա։ Տարբեր դեպքեր էլի, ու կարողանում եմ աշխատեմ։ Դե մարդ կա, ասում եմ, դա քեզ պետք չի։ Ոչ, ասենք, տեսնում եմ, որ զգացմունք բան չունի ընդհանրապես, ինչին է պետք է վայ տանջվի, բայց մարդեր կա տեսնում ես, որ ուզում է իր ընտանիքի հետ լինի, նվիրված է ու կարողանում եմ ամուսնուն տուն հետ բերեմ։ Տարբեր խնդիրներ, բոլորի պատմությունը լրիվ տարբեր է, ուղղակի այս վերջում WhatsApp-ի Viber-ի վրա այնքան գրողներ կան այլ պետություններից, ասել եմ մտնելու եմ ու սենց մի անգամից Դե հիմա փաստորեն մտել եք եթեր, սպասում ենք այդ դեպքերի պատմելուն։ Պատմեք այդ դեպքերը։ Չէ, այդ դեպքերը։ դեպքերը ոչ թե պատմում եմ, այլ Բայց չէ, պատմում եք, մարդիկ հասկանում են, թե որ հարցով կարող են դիմել ձեզ։ Տեսեք, օրինակ դուք պատմեցիք, որ տղան դիմել է մոր հիվանդության պատճառով, դուք դա տեսել եք։ Ես գիտեմ նաև հետեւյալ դեպքով են ձեզ դիմել եւ ուզում եմ այդ պատմությունը պատմեք, որ մայրը քնած տեղը գիշերները անընդհատ ընկել է մահճակալից։ Տղան այդ հարցով է ձեզ։ Այդ եկել եմ տեսել մեր տանը, իմ ծնողներս դիմավորել են իրանք հերու տեղից են եկել, մեր ու տղա։ Դե եկել եմ, ասել եմ, որ հյուրեր ունես, հաճախորդներ են եկել, ու տեսել եմ արդեն իմ մոտ, ես այդ կնոջը ես տեսել եմ, իմ մոտ արդեն տեսիլք է բացվել, որ ինքը տանջում է տեղաշորում, անընդհատ տանջվում է։ Ու տեսել եմ, որ իր աչարացած ամուսինն հարաբերությունները իրանց միշտ սրված էր, ու տենց գալիս է տանջում է, աշխատել եմ ու կանխել այդ տանջմանքը։ Այսինքն մահացած ամուսնու ինչ հոգին չի թույլ տվել, որ այդ կինը հանգստանա, ինչ է, ինչ բացատրությունը որն է։ Ամուսնու հոգին, այդ կնոջը, այդ ամուսինը եւ այդ կինը իրար հետ լավ հարաբերության մեջ չեն եղել։ Ուղղակի հոգին տանջել է, էլի, ձև եւ գիշերները ընկնում էր տեղաշորից, վատ իրազներ էր տեսնում, խեղդվում էր, իրան ոտնահետքեր էր ինքը լսում, դա է սաղ մաքրել եմ, աշխատել եմ, եկել են իրանց գող շնորհակալությունը ասել են, ասել են շատ գող ենք եւ նաեւ մեծ նվերներով, ես էլ իրանցից եմ շատ գող շնորհակալ։ Եկեք խոսենք հիվանդությունների մասին, որ հիվանդությունների դեպքում են ձեզ դիմում։ Հիվանդությունները չափից շատ են, տարբեր, ոսկորային, արյան հետ կապված, սրտային, երիկամների, թոքերի, գլխի բջիջների, տեսողության հետ, շնչարական, որ շնչառությունը իրանց հեչ իրական լավ չի գալիս, իմ մոտ մի անգամից բացվում է կոնկրետ խնդիրը, կոկորդից է, իրանց զոբից է, թոքերից է, ստամոքսից է, որ ստամոքսը բկնում է,
Պատճառները կարողանում եմ գտնեմ, աշխատեմ այդ պատճառների վրա։ Առողջականը արգանդի հետ կապված էլ, որ երեխա չի լինում, ձվարանների հետ կապված, սեռական թուլությունների հետ կապված։ Առողջականը լինում է նաև, որ սեռական վարակ, էդ էլ է լինում, որ գալիս են եւ ուզում են բուժվեն չես Նարնի երկնային։ զույգերով են գալիս, թե առանձին են գալիս կամ երբեմն մեծերն են բերում, ինչպես է լինում այդ հատկապես երեխա ունենալ չունենալու հետ կապված։ Զույգերով էլ են գալիս, ամուսինքին էլ են գալիս։ Այս սեռական վարակի դեպքում էլ մեր աղջիկ են եկել, մտել, ես տեսել եմ խնդիրը, որ իր մոտ տմախնդիր կա ու նաև տեսել եմ, որ մի հատ տղամարդ եմ տեսիլքով տեսել, որ իր բարերն էլ եմ պրյամոյացել, ասել եմ, որ այդ տղամարդը կանգնած քեզ վատություն է ուզում անի։ Ու ավելին եմ ասել։ Մոր մոտ բան չխոսեցին, գնացին հետո տեսել եմ մի քիչ ուշ ժամի, դուրը ծեծում են։ Դուրը բացեցի, ասեց ես այդ տվյալ տղամարդու բարերը դու ինձ ինչ ասում ես, ինքը դա ինձ ասել է, որ դու ինձ վարակել ես, դու ինձ կվարեմ։ Ես աշխատել եմ իրանց հետ, որ դեղերն էլ օգտավետ լինի, թե տղամարդու հետ, թե իր հետ։ Ես աշխատել եմ իմ աղոթքների միջոցով, երկնայինի միջոցով, կոդերի միջոցով, հիվանդությունները տեսել եմ որտեղ է ուզում ավելի խորը գնա։ Ես կարողացել եմ նենց անեմ, որ իրանք այսօր իրանք էլ են գոհ եւ շնորհակալ։ Ասել եմ մեզ մոտ սկսվում է այդ վարակը մանրից անհետանալը։ Տենց արագ չի տարածվում, տենց առաջվա ցավերը չունենք, բորբոքումները չկա։ Տարբեր մարդկանց հետ աշխատում եմ, քանի որ ես ցելից եմ ունեմ բուժիչ հատկություններ, սուրբ հատկություններ, իմ մոտ հիվանդությունների պատճառը հիմնական տարբեր երկրներից են, Հայաստանում էլ չափից շատ են հերթագրված։ Իսկ երկրորդը արդեն ազնական կյանքն է, որ լրիվությամբ բացվում է, բայց էդ էլ ասեմ, մարդը կա գալիս է իմ մոտ հիվանդության պատճառով, բայց երկնայինից փոխանցում է, որ իր մոտ ավելի խոր ազնական կյանքում վտանգներ է սպասվում, անկամ որ միջև դանակարությունն է լինում ծեծկռիվ ջարդը, որ պետք է ինքը կոնկրետ այդ դրա վրա կենտրոնանա։ Ասում եմ, չէ, քո մոտ հիվանդությունը այդ աստիճան չի զարգացած, ինչքան որ ազնականը մոտ ավելի ծանր դեպքեր կա։ Բայց հիմնականը ֆինանսի համար են գալիս, գումարի համար են գալիս, ֆինանսել եմ կարողանում իրանց ծառ ունեմ, օրտնած, ծառի վրա աշխատում եմ, տալիս եմ իրանց բռնում են, հատուկ կոդեր կա, ասում եմ, իրանց մոտ սկսում է ֆինանսը առատ գալը, բայց հիվանդություններին, այդ հիվանդությունները ավելի չափից շատ են, իմ մոտ գրանցված են, քանի որ ցելից եմ, թաքնված հիվանդություններն էլ եմ տեսնում, ասում եմ, որ ունեք ուռուցք, ասում են, հա, ուռուցք կա, մենք էլ գիտենք, դաժե տոճկիկներ եմ ասում, ճյուղավորված տեղերը, որտեղից է, դե իմ մոտ ամենաառաջնահերթ այդ հիվանդություններն է տրված, ազնականը, ֆինանսը, գիրկապանք, մարդ ա եղել ինքը տեսողության համար, իր տեսողությունը կորում էր, գնում էր անընդհատ հիվանդանոցները։ Ես իր մոտ տեսել եմ նաև կնգատ անուննել եմ ասել, տառնել եմ ասել, որ օրերն է իր տունը գալիս եւ ասել եմ, որ գիր արել, հենց կոնկրետ տեսողության վրա։ Ես կարողանում եմ նաև ճակատագիր փոխեմ, չգիտեմ, շատերը որ ասում են, իմ մոտ ստացվում է ճակատագիր փոխելը, ինքը գնում էր բժիշկների մոտ, ինքը դեղեր էր ընդունում։ Իր մոտ զրենին, տեսողությունը լավանում էր, բայց ինքը ասում էր ոնց որ կրակների մեջ տեսնեմ։ Բայց հենց ես այդ գիրը քանդել եմ իր մոտ, այդ դաժե դեղորայքը, սելա նորմալ գնալը, ինքը հիմա կրակների մոտ չի գտեսնում։ Ես իան ասել եմ, որ ես քո ճակատագիրը փոխելու եմ, դու ընդհանրապես այդքան չես գնալու հիվանդանոցները, ինչքան հիմա գնում ես։ Տենց եկավ իմ մոտ, գիրը քանդեցի ես իրան, ինքը ասում է, ես այսքան ժամանակ միշտ գնում էի հիվանդանոցներով, դաժե դեղերը խմում էի, բայց ոնց որ կրակով տեսնեմ, իսկ հիմա նման բան չկա, նորմալ տեսնում եմ, ինքն էլ եկավ իր գող շնորհակալությունը հայտնավ։ Պաշտոնի շատ մարդիկ են գալիս իմ մոտ, անգամ երեխաներին են բերում, որ երեխաները վախեցած են, եւ իրանք տան մեջով տան պարկում են գետնի վրա ու իրանք գետնի մեջ sense գնում են։ Գալիս եմ մտնում եմ երեխուն տեսնում եմ կոնկրետ կողնորոշում եմ խնդիրը որտեղից է եւ սկսում եմ աշխատել։ Իրանք նույն ձևի իրանք էլ են գող եւ շնորհակալ։ Պաշտոնյաների մասին ասացիք, այսինքն պաշտոնյաներին ի՞նչն է հետաքրքիր, իրանք ընտանիքում խնդիրներ ունեն, թե պարզապես իրենց հետաքրքիր իրենց պաշտոնները կպահպանվեն։ Չէ, խնդիրներ կա, չափից շատ խնդիրներ կա, ազնականի հետ կա, դեղ խանութների հետ կապված, օբյեկտների հետ կապված, հողատարածքների հետ կապված, երեխոց հետ կապված, հիմնականը որ տան մեծ խնդիր է լինում, ընտանիքի հետ կապված, իրանց աթոռից այդքան չի գալիս իրանց աչքի դեմ, այդի գալիս են
որ գնում ենք իրանց առանձնատները, հիմնակ երեխուն տեսնում ենք ողնորոշում եմ, խնդիրը որտեղից է։ Խնդիրի վրա իրաց երեխուն ես տեսնում եմ, խնդիրը որ տեսնում եմ, խնդիրի վրա եմ սկսում աշխատելը ու փոփոխություն ինձանից հետո լինում է։ Գալիս են ասում են, որ կա նկարը բերում են, ես նկարի մեջով տեսնում եմ խնդիրը։ Նկարի հետ եք հեշտ աշխատում, թե մարդու։ Մարդու էներգիով եմ նկարը նայում։ Չէ, նկարի հետ էլ եմ հեշտ աշխատում։ Նկարը գիտեք ոնց է, նկարը ուղարկում են, նկարը հենց բռնում եմ, եթե իմ կոկորդս վառվում է, կամ սիրտս խառնեց, կամ գլուխս բռնվեց, արդեն իմանում եմ, որ կոնկրետ խնդիրը կամ կոկորդումն է, կամ գլխի մեջ է, կամ ստամոքսի մեջ է, ու մի անգամից ասում եմ, ես տվյալ մարդուն ինչ խնդիր ունի ստամոքսի մեջ, ասում են ուռուցք ունի։ Այսինքն ցավը փոխանցվում է ձեզ, դուք ձեր մարմնի միջով այդ ամեն ինչը զգում եք։ Իսկ հետագայում դուք ինչպես եք դուք ինքներդ մաքրվում դրանից։ Ես արծաթի կամ կոդա բաներ ունեմ ինձ ոսկուց արծաթից ունեմ տենց կոդ դրած, որ ինձ պաշտպանում է։ Այսինքն դուք ապրում եք, բայց ձեր մեջ ձեր ներսում չի պահպանվում այդ ամենը։ Չէ, դե հիմնականում ինձ Աստված էլ է օգնում, Աստծո ուժն է, որ ես կամ, բայց ունեմ արծաթ կոդից, ոսկի կոդից, դա պահում եմ, որ ինձ պիտի մի բան լինի, դա պահում է, էլի, չի թողում հիվանդությունը փոխանցվի ինձ։ Դա օրտնված է։ Դարն է, մենք մեր ամեն հաղորդման ժամանակ դրա մասին խոսում ենք, որովհետև դուք ինքներդ համարում եք, որ դա շատ վտանգավոր է, թուղթուգիրի մասին է խոսքը։ Դուք ինքներդ դա չեք անում, բայց դուք հիմնականում Ես մաքրում մաքրում եմ։ եք։ Իսկ ինչպես է լինում, որ անում են, դա ինչպես է, ովքեր են անողները, դրանք Օй, մոտ էլ են շատ գալիս, որ պետք է մեկի վրա գիր անենք, ես վավշը չեմ անում, ես չեմ էլ վերցնում։ Գալիս են, մարդ ա եղեք ես գիշերին ա եկել դռները ծեծել, ես արդեն քնած դե 8 ժամ է, 12-ից անց էր։ Տեսնես ով ա մերոնք բացել են, նարիներին ասեք վեր կենան, վեր եմ կացել, հարևանի վրա գիր պիտի անեմ։ Ասեմ ես չեմ անում։ Բայց գիտեք կայացած կին։ Իսկ այդ մարդկանց ինչ եք խորհուրդ տալիս, ոչ չէ որ արդեն տեսնում եք, որ դրանք Գիտեք չարացած ոնց է, դիմացի ես չեմ խորհուրդ չեմ կարա տամ, քանի որ իրանք կայացած մարդիկ են, տարիք առած մեծ։ Եթե իրանք որոշում են ինչ որ մի քայլ կատարեն, ես իրանց ասում եմ կոնկրետ ես նման բաներ չեմ անում։ Ոչ էլ իրանց ինչ որ բան եմ ասում։ Մեկ այս ասեմ, չասեմ, եթե իրանց մտքումը կա, իրանք դա անելու են։ Ես ինքան որ Աստծո մոտ ես մաքուր եմ, ասում եմ ես չեմ անում ու չեմ անում։ Բայց իրենց է խորհուրդ չեք տալիս, որ մի արեք, ուրիշին թեկուզ մի գտեք, եթե ես չեմ անում, դա չի նշանակում, որ պետք է գնաք ուրիշի մոտ անեք։ Չեք ասում, որ դա Ես երկու անգամ կարող ասել է եմ բումերանգի օրենքը լինի եւ ամեն ինչ ձեր դեմ լինի, չեք ասում այդ ամենի մասին։ Դե եղել է դեպքեր, որ ասել են մենք կիմանանք, դա մեր խնդիրն է, այլ տենց բան չեմ արել, էլի, այլ ավելին չեմ ասել։ Նարն է չարությունը ինչից է գալիս մարդկանց, այդքան խնդիրներով մարդկանց հետ եք շփվում, չարության պատճառը որն է։ Տեսեք, չարություն լինում է երկու դեպքից։ Մեկը տվյալ մարդու կարողություններից ինքը իր ձևի է ծնվում։ Կարողությունները իրան շատ է, քիչ է, անկարող է, մեկը ընտանիքի պայմաններից։ Ինձ ունեմ տարբեր աջակորդներ, որ գալիս են սրտացավ, ասում են մեր մայրիկը վատ է, ունի մտովի խնդիրներ, բայց մենք մեր մայրիկին տիրություն ենք անում, թե ածով, թե ջուրով, թե շորերով, թե գումարով, չենք ուզում ինքը ընկնի, ինչ որ մեկի ծերանոցները, մեկ ուրիշի ձերքը որտեղ ծաղրեն կամ ծիծաղեն կամ վատ վերաբերվեն մեր ծնողի հետ։ Մեկն է գալիս է, որ մեր մայրիկը մեզ պետք չի, արդեն ինքը ունի խնդիրներ գլխի հետ կապված, անընդհատ ուտում է, խմում է, ուզում ենք տանենք իրան ծերանոց, չնայած ես ասում եմ տենց բան չեն անում, բայց կին ընդեղից չէ, մեզ խանգարում է մարդը ստեղից ու ասենք չարությունը այս վիճակից է, տան մթնոլորտից էլ է, եթե տանը տեր են լինում, տվյալ մարդը այդքան չարացած չի լինում, բայց եթե տանը տեր չեն լինում, դրսում տեր չեն լինում, ինքն էլ անկարող մարդ, ինքը չի կարա լիարժեք լինի դրական կողմերով։ Եվ այսօրվա դրության լիքը սպանություններ, լիքը դժվարություններ, որ մեկը մեկին վնասում է, հենց գալիս է մանկությունից եւ տան մթնոլորտից։ Որովհետեւ ինձ ունեմ նման աջակորդներ, թե տղամարդ, թե կին, որ իրանց մեջ ես նկատում եմ, որ ինքան վատ մթնոլորտի մեջ են եղել, իրաց ճնշել են, նեղել են, ես իրանց հետ աշխատում եմ, իմ մոտ կա 30-ից ավել մարդ գրանցված այսօր, որ ես նկատում եմ, որ իրանց մեջ կա
մարդասպանի հետքեր արդեն դիմագծեր։ Եվ ես իրանց առանձին եմ ասում, որ ես դա ձեր մեջ նկատում եմ։ Ձեր մտքով sense բան ագնում, իրանք ասում են, հա, ու աշխատում եմ եւ փորձում եմ դա կանխեմ։ Որովհետեւ իրանք արդեն այդ կարգավիճակի մեջ են։ Ինքան իրանց հետ թե մանկությունից վատ իրավիճակների մեջ է եղել, տան անդամի հետ կապված ամուսին, թե կին, ինքան վատ իրանց հետ վերաբերվել իրանց անձի նկատմամբ։ Իրանք արդեն շեղվում են ճիշտ ճանապարհից։ Եվ այսօր իրանքի մոտ գրանցված են, ես իրանց հետ աշխատում եմ, որ իրանք այդ ճանապարհից, այդ վատ ճանապարհից հետ կաղնեն։ Նարնե հիվանդությունները կարող են լինել, այդ չարությունները կարող են հիվանդությունների պատճառներ լինել։ Կա հիվանդություն, որ նոր սկսվող ուռուց կա դեր թաքնված տվյալ մարդու մոտ սկսում է սուր մտքեր։ Այսինքն չարությունը կարող է Նաև հիվանդության դրանից էլ է պատճառ կարող լինում, բայց հիմնականը լինում է տան մթնոլորտից, տվյալ մարդու կարողություններից ինքը ոնց է ծնվում, եթե տեր են լինում տանը, ինքը չի ընկնում փորձությունների մեջ, դժվարությունների եւ կյանքի նկատմամբ էլ չի չարանում։ Նարնե հոգեբանների հետ եղել է առիթ, որ շփվեք, հոգեբաններ եկել են ձեզ մոտ, որովհետև ամեն դեպքում ձեր այն ինչ որ դուք անում եք, հոգեբանների կողմից չի ընդունվում, շատ բժիշկների կողմից չի ընդունվում, բայց ձեզ հետ եղել է առիթ, որ հենց հոգեբաններ կան ձեզ մոտ, բժիշկներ կան ձեզ մոտ, ինչ են ասում, այսինքն եթերից դուրս, այսպես ասեմ։ Իմ մոտ եղել է պացիենտներ, հաճախորդներ, ովքեր հոգեբանի մոտ գնացել են եւ եկել են ինձ ասել հոգեբանը այդքան չի մեզ հետ լավ աշխատել ոնց որ դու։ Եվ իրանք հոգեբանների կողքից գալիս են իմ մոտ, բայց ես իհարկե իրանք չեմ դրթում դրան, ես չեմ ասում եկեք ես ձեզ վերցնեմ, իրանք են գալիս։ Եղել է ջահել տղեկ եկել են իմ մոտ, ասել են մենք մեզ չենք հավանում, ես իրան մեջ միանգամից ասել եմ կոնկրետ պատճառը ինչն է, որ դու ինքդ քեզ չես հավանում։ Ինքը վերկացավ ասեց, իսկան ես տարի գնում եմ հոգեբանների մոտ, այդքան ճիշտ չեն ասել ոնց դու։ Իսկ հոգեբաններ գալիս են ձեզ մոտ, մասնագիտությամբ հոգեբաններ։ Ճիշտ ասած բժիշկներ գալիս են, բայց չեմ կարող ասել։ Հոգեբաններ չեն եղել, բայց բժիշկներ գալիս են, չափից շատ են գալիս, միգուցե գալիս են չեն ասել։ Բժիշկներին ինչն է հետաքրքիր, իրենց խնդիրներն են գալիս ձեզ ներկայացում, թե իրենց օղակի հետաքրքիր է, թե դուք ինչպես եք այդ հիվանդությունների հետ աշխատում։ Տեսեք, բժիշկ կա եղել, եկել է իր խնդիրը ասել։ Բժիշկ կա եղել, ես ու իմ օգնականս են գնացել իր կաբինետը, մեզ կհրավիրեց իր կաբինետը, ասեց չէ, ինքը սաղ ճիշտ ռենտգենի նման ասեց, որ ոսկորը սա վատ, որտեղը սա ճյուղավորված, որտեղեր ունեմ ցավեր, որտեղ ունեմ տեսողության, մի աչքից մեկն էլ դաժե ասեց, որ վատ է, օգնականից ասեց ես դրա համար իրան կանչել եմ, որ էլի տեսնեմ, ինչ խնդիրն է կա։ Բժիշկներ շատ են կանչում իրանց կաբինետները, միգուցե դիմացինը գալիս է հոգեբան, բայց չի ասում, բայց հոգեբանների կողքից շատ հաճախորդներ գալիս են իմ մոտ։ Բայց իհարկե ես իրար չեմ դրթում, իրանք են գալիս։ Իսկ լինում են մարդիկ, որոնց չեք ընդունում։ Պարզապես տեսնում եք, որ այդ մարդը ձեր հաճախորդը չէ։ Կա եղել է նման դեպք, թե չէ։ Գիտեք, երկու հոգու չեմ ես վավշը ընդունում, կարող աստղից ասեմ, մի տեսակ դառնան, մեկը դատախազին, այդ գործը ընդհանրապես չեմ սիրում։ Այսինքն իրավական համակարգի։ Չէ, իրավաբաններին ընդունում եմ, փաստաբաններին, բայց դատախազի գործը ես չեմ կարող ընդունել։ Դատախազներին չեք ընդունում։ Հա, չեմ ընդունում, որ լինում են երեխեք, որ անտերությունից, ասենք, սովասությունից, անտերությունից կյանքից մի բան են, ասենք, գողանում, սենց ասեմ, ինքը կարա դա միջամտի հասկանա, որ վատ կյանքից է, առանց այդ որ վատ վիճակում են, ավելի է վատացնում երկար տարիներ, դրանց չեմ կարող ընդունել, մեկ էլ ունեմ հաճախորդներ, որ նագլի ձևով կգան, կմտնեն, կասեն, ասում եմ ինչ հարցա, բա մարդ ենք սպանել, սենց մի անգամից, ու որ ասում եմ, բայց չես զղջում, բա չէ, պրինցիպի հարցեր։ Հա, նկատի ունեք արդեն կամ իմ ճշտի համար էր։ քրեական ենթամշակույթ Դենց այն էլ չեմ կարող ընդունել, որովհետև ես իրան դեմքի նայում եմ, ասում եմ, ես քեզ տեսնելով, որպես Աստծո մարդ, ես արդեն գիտեմ, որ դու տանջվել ես։ Դու մենակ այդ խոսելուդ համար։ Մի հատ ասա տեսնեմ դու ինչի համար ես տանջվել։ Ես արդեն գիտեմ էլ իր այդ խոսելու վրա, որ ինքը պետք է որ տանջված լինի, բայց ես չեմ իմացել, որ ինքը իր մորն է կորցրել։ Ասեց, հա, ես տանջվել եմ, երբ որ ես ուրիշ կյանք եմ վերցրել, այդ ժամանակը իմ ծնողս է մահացել, ես չկարողացա իմ ծնողիս։ Դա արդեն հանցագործության մասին տեղեկատվություն է, որը դուք պարտավոր եք ոստիկանությանը տեղյակ պահել։ Չէ, ինքը իր դատը տարել է, ինքը նստած դուրս նստել է։ Այսինքն արդեն դատվածն է։ Ոնց է, մարդ կա, էլի ունեմ տենց հաճախորդ որ գալիս է, ինքը դատված ա եղել, դուրս է գալիս, բայց
Իրանը ուրիշ հարցած մեր 10 հոգով ծեծում էին, արդեն ստիպված իմ կյանքը փրկելու համար խփել եմ ու գնացել եմ դատվել։ Բայց sense մի անգամից գան ասեն պրինցիպի հարցեր ու արդեն ես գիտեմ, որ իրանք էլ իրանց պատիժը մի ուրիշ ձև են տարել։ Իսկ այդ դեպքում հետապնդումներ չի լինում ձեր նկատմամբ։ Չէ, հետապնդում չի լինում։ Դեպքեր, որ ձեզ փորձել են վնասել, փորձել են ինչ-որ Չէ, ես իրանց հետ կարում եմ աշխատեմ, բոլորի հետ կարում եմ աշխատեմ։ Մարդ ա եղել, եկել ա մտել, թե ես ուզում եմ մարդ առավանգեմ, որ ասում եք չեք ընդունում, դուրս ենք, օգնականս ասես դուրս գնա, կոնկուրենտն ասվորցնում, ասում չէ, կոնկուրենտը չի կարա, կամ գիժա, կամ ուրիշ կլինի սովորցած, կոնկուրենտը ոնց կարա տես բան սովորցնի, այդ մեկը չի կարա, չէ, տարբեր մարդիկ է լինում, տարբեր։ Եվ այս ամենի հետ կապված էլի չունեք ասելու մեր հեռուստաեթերից, որտեղ ուզում եմ այս մասը ամփոփենք եւ անցնենք նաեւ մեր հաղորդման երկրորդ հատվածին։ Հեռուստադիտողներին Հայաստանում հիմա գրանցվածներ ունեմ, բայց երկրից դուրս, որ անընդհատ գրում եմ, որ իրանց պետքա ես մեկնաբան եմ, ինչեր եմ անում, ես բոլորին չեմ կարող ասել, ցերթով նստեմ ասեմ։ Եվ մեր հաղորդումով հիվանդություններ, գրեր կապանքներ եմ կանդում, մակրոմներ եմ կատարում, ազնականի վրա եմ աշխատում, դեղ տանը հազարավոր փաստաթղթեր կա, հողատարածքի հետ կապված, տան վաճառքի հետ կապված, ավտոների բանալիներ եմ բերում, դեղ լիքը տես բաներ ունեմ, էդ կուզեի ասեի, որ գային տանեին, քանի որ արդեն ժամանակը չափից շատ է էլի, կարող է ես երկրից գնամ, չի մնա, հետո գալիս են դուրս ծեծում, մերոնց են ասում, մերոնք էլ չգիտեն որտեղ է դրած ինչ, իրանց նկարներն է, իրանց շորերն է, հազարավոր ձևի հաճախորդներ կան, մեկը եկել է մոտ, ասել ես ուզում եմ դու տուղուս կտրցնես իրա սիրուհուց։ Մեզ հեչ համապատասխան չի, ասել եմ տուղու նկարը տվավ, ասել եմ դե մյուս նկարներ տուր։ Էդ էլ տուղու նկար տվավ։ Ասում եմ բա ուր է սիրուհու նկար, դա էդ է։ Բայց սա տղա է, դա ինքն է հետապնդում իմ տղուս։ Տարբեր ձևի հաճախորդներ լինում են։ Դե որ ասում եք հոգեբանները հոգեբան չգիտեմ, բայց իմ մոտ եկել է մի հատ բիզնեսմեն, այդ որ օգնականս կանգնած է, օգնականս է մի քիչ թակարյուն է։ Եկավ դե նես չի որ իմ քո պատճառով իմ բիզնեսները կանգնելու է, դեղորայքս։ Ասում եմ իմ պատճառով է պիտի կանգնի, դե որ դու հոգևոր բուժի չես, կարողանում ես ցավերը բուժես, իմ դեղերը կարողա կանգնի, այդ որ ասում է բագատի тоже плачут։ Հիմա այսօր այդքան ունի ու 4 հատ ապտեկա ունի Ռուսաստան, մի 5 ստեղ, ինք ասում եմ ես իմ գործն եմ անում, դու քո գործն ես անում։ Օգնականս արդեն վատ անայում, ասում եմ վատ նայելու բան չկա, հազարավոր մարդիկ են լինում։ Իրան թվաց թե կարող է ես ճիշտ է, աշխատում եմ հաճախորդների հետ, բայց ես երբեք չեմ ասել, գիտեք, մի գնացեք, դեղատնից բան մի արեք։ Ամեն մարդ էս որ իր գործը։ Դուք մեր հաղորդումների ժամանակ միշտ ասում եք եւ ընդունում եք բժշկությունը, եւ ընդունում եք դեղորայքը եւ վիրահատությունները։ Գալիս են իմ մոտ, մեկ պետք չչեն արինե գնանք բժշկի մոտ, ասում եմ չէ գնացեք։ Վաղը քո հետ մի հատ բան լինի, ես իմ գործն եմ անում հոգեվոր վիճակով, դու բժշկի մոտ գնա։ Դու էլ մի հատ փաստացի իմացի, որ ես ինչ տեսնում եմ դա կա։ Կամ դու գալիս ես փաստաթղթով, մարդ ա եղել եկել այ մոտ, ձերքը փաստաթղթը։ Գիտեք, նաև թաքնված մարդիկ էլ կան, որ մի անգամից չեն խոսում։ Դից մարդիկ էլ կան։ Մեկը եկել է իմ մոտ, ես ասել եմ, որ գլխու մոտ ուռուց կա։ Դե ես համ տեսնում եմ, համ ցավն եմ զգում։ Բա չէ, ասում անհնար բան է, դա լավ էլ տեսնում եմ, ոնց կարող է չլինի։ Մի քիչ հետո բա ունեմ, ես այդ թուղթն է։ Փակ մարդիկ էլ կան, որ մի անգամից չեն ուզում խոսեն։ Մարդ ա եղել իր տղան եկել է դուրը մեր ծեծել, շատերը չեն զանգում, շատերը գալիս է մի անգամից ծեծում են դուրը։ Բայ Մարինե ջան, ուզում եմ քեզ հրավիրեմ մեր տուն, էլի տենց պաշտոնյա մարդեր, մաման շատ վատ է, մաման էս քանի օր չի լավանում, շտապօգնությունը գալիս գնում է, դե իհարկե ես մենակ չեմ գնալ, օգնականից հետ վեր կացին, գնացինք մասիվ։ Երբ որ մորը նայել եմ, տեսել եմ, մի հատ երկար ճանապարհ բացվեց եւ հարազատ կին արյուն, բայց իր հարազատ արյունն է ու նաեւ ջահիլը։ Ասել եմ դες երկրից դուրս մի քիչ հեռավորության տակ, ինչ որ մեկ ունեք, իր կարոտից եք վատանում, բա իմ հալալ աղջիկն է։ Կարոտի վրա եմ աշխատել, որ այդքան չկարոտի ու այդքան չվատանա։ Կա նաեւ դեպքեր, որ
շտապ օգնությունը գալիս է, ճիշտ է սրսկում է, բայց շտապ օգնություն չի տեսնում, ինքը ինչից է այդ ձև վիտարել։ Ու ես ասում եմ ինչն է պատճառը, ու կարողանում եմ իր կարոտի վրա աշխատեմ։ Փաստաթղթերի հետ խնդիրել ա եղել չի կարողացել կա։ Ես նենց եմ արել, որ այդ կինը անդադ չվատանա, բայց շուտ էր, կարոտից վատանում։ Եվ հեռախոսահամար, որ համարով են ձեզ հետ կապի դուրս գալիս։ Հիմնականը 094, 99, 47, 98, բայց շատ ժամանակ մերոնց համարների վրա են հաճախորդները գրում։ Նայում եմ տնը փոքր աղբերից է գալիս, նորին վրա մեկը զանգեց, ասեց չեմ կարողանում Նարինեին բռնացնել, մորս վրա են զանգում, Facebook-ներին են գրում, արդեն որ տարբեր համարների վրա զանգում են, ես էլ տարբեր համարներով խոսում եմ, բայց հիմնականը 094, 99, 47, 98։ Եվ այդ հեռախոսահամարով կարող են զանգել, կարող են հերթագրվել եւ մոտենալ ձեզ։ Մենք դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրն է պայծառատես Նարինե Մկրտումյանը։ Նարինե, կարծես թե ձեր հաճախորդների մասին խոսեցինք, ձեր հնարավորությունների մասին, հիմա մեծ դիտողներին եւ լսողներին հետաքրքիր է նաեւ իմանալ, թե ինչ է լինելու մեզ հետ ընդհանրապես հասարակության, պետության, հայրենիքի ընտրություններից առաջ դուք ունեցաք կանխատեսում, որ Նիկոլ Փաշինյանը մնալու է վարչապետ, Սամվել Կարապետյանի հնարավորությունները քիչ են լինելու, նույն Ռոբերտ Քոչարյանի հնարավորությունների մասին խոսել ենք այդ ամենի մասին։ Հիմա հասկանանք ինչ է արդեն լինելու հետընտրական Հայաստանում։ Ես որ ասում էի, չեմ տեսնում Սամվել Կարապետյանի նաթորի վրա, ասում էին չէ, Սամվել Կարապետյանն է լինելու։
բոլորը ասում են, արդեն մեծ մասամբ համոզված էր, որ Սամվել Կարապետյանը պիտի լինի, բայց ես ասել եմ, չէ, չեմ տեսնում իրան։ Հիմա ձեր ասելով կլինի Նիկոլ Փաշինյանը վարչապետ եւ այդպես էլ դուք դեռ շարունակում եք պնդել, որ Նիկոլ Փաշինյանն է լինելու։ Նիկոլ Փաշինյանի ճանապարհը ինչպիսին եք տեսնում այս ընտրություններից հետո, եթե նորից վերընտրվում է վարչապետ, ինչ է լինելու։ Դեր ինքը կլինի վարչապետ, բայց ճնշվածություն մի քիչ կա։ Ճնշում, այսինքն դրանք ներսի ճնշումներ են, դրսի ճնշումներ են, որտեղ եք տեսնում։ Ընդհանուր թե ազնականով, թե ընտանիքի հետ կապված, թե դրսի հետ կապված մտածմունքներ, պիրիժվանիկ ճնշումներ, ծանր խնդիրներ կա, իր մոտ մտքեր շատ ահավոր կա։ Պիրիժվանիկ կա։ Մտքերը շատ խառն են Փաշինյանի նկատի ունեք։ Խնդիրներ տեսնում եմ, որ կա իրանց մոտ, լրիվ լիարժեք տենց հաջողության վրա չի գնում։ Այսինքն քաղաքական փոթորիկ եք տեսնում այս ընթացքում։ Քաղաքական փոթորիկ եմ տեսնում։ Եվ որ ժամանակներն են ավելի բուռն լինելու, ինչ որ ժամանակահատված լինելու է։ Հիմա արդեն օգոստոսի Ավելի շուտ գիտեք ոնց է, այս ընտանիքի հետ կապված եմ խնդիրներ տեսնում։ Մարդկա որ անհանգստության մեջ է, այդ ձև եմ տեսնում, բայց ընդհանուր դեր սովորական ամեն ինչ, նորմալ վիճակ է, էլի։ լարումներ, ինչ որ լարվածություններ, դեպքեր, ինչ որ ժամանակահատվածում տեսնում եք։ Այս դա չէ, այս բա այդքան չեմ տեսնում։ Օրինակ ասում են սեպտեմբերը թեժ է լինելու կամ օգոստոսի առաջի 10-օրյակը թեժ է լինելու, դուք ինչ եք ասում դրա մասին։ Չէ, ես թեժ չեմ տեսնում։ Լարվածություն մի քիչ տեսնում եմ, բայց չէ, տենց թեժ բաներ չեմ տեսնում։ Հայաստանի տարածքների վրա վտանգ կա, այդ տեսնում եմ, բայց տենց որ ասես թեժ ինչ որ բաներ է լինելու, չէ, տենց չեմ տեսնում։ Այսինքն ապակայունացում չի լինելու, պատերազմ, ապակայունացում, իշխանափոխություն, ինչ որ Դեռ չէ, չեմ տեսնում իշխանափոխություն։ Այն ժամանակ եմ տեսել, որ լինելու վա, որ ասել եմ Ստեփանակերտը չափից շուտ է ազնվելու, էլի ուրիշ ձև են հասկացել, ասել եմ չէ, ռուսները 5 տարի պայմանագիր են կնքել, ասել եմ չէ, տեսնում եմ սաղ դուրս են գալու, հետո տեսել եմ զինվորներն են գալու, հետո տեսել եմ Փաշինյանն է լինելու, բայց ես պահ դեր ոչի բան չեմ տեսնում։ Ասում եք, որ քաղաքական փոթորիկներ տեսնում Ավելի շուտ չեմ տեսնում, էլի որ կատորից դուրս կգա դա։ Փոթորիկները, այսինքն Նիկոլ Փաշինյանը կարողանալու է ինքը հանդարտեցնել, կարողանալու է իօքուտ իրեն այդ բոլոր հարցերը լուծել։ Դե ես պահ չեմ տեսնում, որ ինքը կարող է դուրս գա, չէ։ Իսկ երկրորդ հարցս հետևյալն է։ Նիկոլ Փաշինյան եւ Գագիկ Ծառուկյան, այս կոնֆլիկտը ինչպես է, ինչու եմ ասում Նիկոլ Փաշինյան, որտեղ բոլորին թվում է, որ Նիկոլ ոչ թե իրավական համակարգն է այս հարաբերությունները ինչ որ սրացրել կամ իրավաբան համակարգն է հայտնաբերում ինչ որ խախտումներ եւ այլն, այլ Նիկոլ Փաշինյանի ցուցումով է արվում այս ամենը։ Դուք ինչ կարծիքի եք։ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ծառուկյան, ես չեմ տեսնում իրանց հետ ոչ մի տենց ծանր լարվածություն, ժամանակավոր բան է, ոչ էլ տեսնում եմ, որ Պարոն Ծառուկյանը տենց ահավոր վատ վիճակում է, գլխին որ տենց նստած տալիս է, այդ էլ չեմ տեսնում։ Ընդհակառակը ես շատ լավ եմ տեսնում։ Ինքը շատ դուխով, լիարժեք, ուրախ, ամեն ինչ իր մոտ եղել է եւ լինելու է, ուղղակի Ռոզա Ծառուկյանին եմ ցանկանում առողջություն։ Իսկ Գագիկ Ծառուկյանի հարցում տեսնում եք, որ ժամանակի հարց է, ամեն ինչ հաղթվել է։ Ամեն ինչ լավ է լինելու, իրանց մոտ տենց կոնֆլիկտ չի լինելու շատ եւ իր մոտ էլ օրորյա ավելի լավ է լինելու Ծառուկյանի մոտ։ Այսինքն Ծառուկյան եւ Փաշինյան այս կոնֆլիկտը լուծվելու է, նրանք գալու են ինչ որտեղ փոխհամաձայնության։ Համարյա լուծված, հաշտարունգակի չնչին բան է, թե ոչ իրանա մի բան լինելու, ոչ երե մեկին։ Այսինքն այս լարվածությունը, որ մամուլով այսքան խոսում են, ժողովուրդը այսքան խոսում է, դուք այդ ամեն ինչին հանգիստ եք վերաբերվում։ Գիտեք ոնց է, Ծառուկյանի ես տեսնում եմ ինքը ոչ մի բան իր մոտ չի կարա կորի։ Իրան տրված է ամեն ինչ Աստծո կողմից, որ ինքը պիտի միշտ լավ ապրի։ Եվ իր մոտ ոչ մի բան չի անհետանալու։ Իշտե գնա 10 պատն է գալու։ Իրան չեմ տեսնում ես լրիվ սենց վատ վիճակ, դե մեկի մոտ չեմ կարող ասեմ, որ վատ բան կա, չէ։ Ժամանակավոր կոնֆլիկտ է։ Ժամանակավոր կոնֆլիկտ։ Իսկ Ռուսաստանի Դաշնության հետ ինչպես է լինելու մեր հարաբերությունները։ Կարծես թե Ռուսաստանի Դաշնության նախագահին զայրացրել ենք եւ շատ ինչ որտեղ արդեն սահմանափակումներ, ժողովուրդը ինքներդ էլ եք տեսնում այս մթերքը գյուղմթերքի հետ կապված արտահանման խնդիրներ ունենք։ Մի խոսքով այստեղ մեր հյուսիսային գործընկերոջ հետ ինչպես եք տեսնում մեր հարաբերությունները։ Դե ինքը այն ժամանակ էր մեր հարաբերությունները միշտ իրանց հետ շատ լարված է եղել։
Ուղղակի այն ժամանակ բաց տեքստով չի եղել, թաքնված վիճակում դե հիմա նույնն է, էլի։ Ինքն երբեք մեզ տենց ես вообще տենց լուրեր չեմ նայում, բայց դղից որ ասում են միշտ էլ Պուտինը երկու երեսանի է եղել, հիմա բաց տեքստով է նույն վիճակն է, դաժե տեսիլքով որ նայում եմ, ես իրա մոտ չեմ տեսնում, որ ինքը մեզանից կամ շատ դժգոհ է կամ շատ ուրախ է։ Այսինքն ոնց եղել այդպես էլ մնացել է, պարզապես հիմա մենք ենք նշանակություն։ Հա, մենք ենք ուղղակի նշանակություն տալիս, իրա մոտ ոչ մի բան չի փոխվել, ոչ է փոխվում է։ Եվ Նարինե, քանի որ սա այսպես ասած մեր ամառային վերջի եթերն է, մենք գուցե հանդիպենք աշնանը կամ հոկտեմբերին, փաստորեն նոր զարգացումներ կան։ Օգոստոսի 2-ին վաղը ազգային ժողովի առաջին նիստը պետք է լինի, կառավարությունը պետք է հրաժարական տա։ Ընդհանրապես այս հարցում որոշակի փոփոխություններ տեսնում եք, լարվածություններ տեսնում եք, թե ամեն ինչ։ Չէ, լարվածություն չեմ տեսնում, դա իրանց գործն է ավելի շուտ։ Ես էլ չեմ տեսնում։ Դա ուղղակի քաղաքականություն ունենց բանա, որ մեկը հրաժարական է տալիս, մեկը մտնում է, մեկը գնում է։ Անսպասելի շրջադարձներ են լինում։ Դրանք անգամ եթե իրար հետ կոնֆլիկտ էլ է, էդ էլ է ժամանակավոր բան, մշտական չի լինում կոնֆլիկտ։ Ես էլ չեմ տեսիլքով տեսնում, որ իրար հետ տենց ահա որ կոնֆլիկտներ է լինելու։ Ուղղակի իրանց աշխատանքն է։ Ավելի շուտ աշխատանք եմ տեսնում, որ ամեն մարդ պայքարում է իր աշխատանքի համար։ Էդ եմ էլի տեսնում։ Տենց լուրջ սրացումներ չեմ տեսնում, լուրջ վրեժխնդրություն չեմ տեսնում, որ իրար հետ կարան, բայց Ծառուկյանին ի վերուս տա տրված հարստությունը։ Դրա համար ինքը ինչ որ մի բան իրանից վերցնելով չվերցնելով ինքը հաստատ ոչ աղքատացավ, ոչ էլ թուլացավ։ Իրան ընդհակառակը ավելի են տեսնում, որ ավելի շատ բան է իր վրա գալու, ավելի շատ ունեցված կա ունենալով եւ ավելի շատ է ինքը ծաղկուն շրջանի մեջ մտնելով։ Իրան տրված է մի բան վերցնելով չվերցնելով իր մոտ եղանակ չի փոխելու, իրան մոտ ավելի շատ է գալու, դրսից էլ է գալու, որովհետեւ ի վերուս տրված է, էլի իր ճակատին տենց է գրած, որ ինքը միշտ պիտի լավ ապրի։ Շնորհակալություն եմ հայտնում Նարինե այսօրվա հաղորդման համար, եթե խոսենք շատ կան հարցերը, բայց մեր ժամանակը արդեն մոտեցավ ավարտին, եթե ինչ-որ բան ունեք նորից ավելացնելու, կարող եք մեր եթերից ասել, եթե ոչ մեր հաղորդումը արդեն համարենք ավարտված։ Դե եթերից է ունեմ ասելու, որ շատերը գալիս են իրանց հիվանդներին ուզում են ոչ տեր չդառնան, ես եթերից ասում եմ, որ տեր պետք է դառնան։ Պետք չի հիվանդներին միանգամից ասեն խնդիր կա, մենք ուզում ենք հրաժարվենք, չէ, դա սխալ է։ Մեր կողմից օգնություններ գնում է հայությանը, այդ մոտովի խանգարում ունեցող մարդկանց, հաշմանդամներին, մենք ինչով կարողանում ենք օգտավետ ենք լինում, եւ ես էլ միշտ ասում եմ, որ դուք էլ նույնիսկ ձեր տան մարդկանց հանդեպ պետքա օգտավետ լինեք, պետքա իրար բաժեշ կանեք, իրար օգնեք, եթե տանը չանեք, դրսում հաստատ տեր չեն լինելու։ Ես միշտ աջակորդներին էդ եմ ասում, ու նաև ինչքան չունե որ մարդկա ես իրանց կողքը կաղնած եմ, ես իրանց ինչով կարողանում եմ օգտավետ եմ լինում, ինչքան սոված տղամարդկին կամ մեր քուր աղբերն են, ես էլ եմ կանգնած իրանց կողքը, իմ ծնողներս էլ են կանգնած, աղբերքս էլ են սնունդով օգնում, ես էլ եմ, ու այս վերջումն էլ նամակներ ենք ստացել, որ մենք սնունդ շոր այդքան չենք ուզում, մեզ պետք է հիվանդանոցի գումար։ Մենք էդ էլ ինչով կարողանում ենք։ Դե հիմա փաստորեն հիվանդանոցների հետ կապված պետությունը որոշակի արդեն փոփոխություններ պետությունն է տա։ Չէ, մեզ էլ են դիմում։ Մենք էլ ենք տալիս, մենք արևտուր ենք անում, տարբեր սետկանների մեջ դնում ենք, մենք էլ ենք ասում, պրոստը մարդկա ասում է, Նայ, իսկ ինչու եք բարեգործություն անում։ Դա նորից ձեզ վերևից է տրվում, դա վերևից էլ է փոխանցում, ճիշտ ասած։ Դուք ունեք այդ անելու ցանկությունը, ինչով է պայմանավորված։ Գիտեք ոնց է, կա ազդեցիկ մարդ ու պաշտոնյա մարդ, որ ասեն գալիս է ինքը մի կլորիկ մեծ գումար է թողում։ Ես տեսնում եմ, որ դիմացի երեխան սով է քաշում, այսինքն սովացությունից լինում է գողություններ, լինում է ծայրահեղ իրավիճակներ, որ այդ մարդին դու կարաս հացով հասնես, ինչի գնա հավայի դատվի։ Այսինքն կանխում եք այդ երեխայի հանցագործ լինելու այդ պահը, այս ներքին ցանկություն է դա։ Այդ ես եմ հասկանում, չէ, ես էլ եմ իմ կամքովս տալիս, վերևից էլ է փոխանցվում։ Այսինքն վերևից էլ կա այդ փոխանցումը։ Վերևից մի անգամ փոխանցվել է, որ ինքինը կանգնած պատիեզդի մոտ սոված է, իրան տարեց գումարը տոր։ Նայում եմ շորերին, ոնց մոտենամ, տենց բան ասեմ, միաժամանակ է կարա մտածի, թե իրանով, այսինքն ես ծաղրում եմ, չէ։ Դե շորերը կապը նորմալ է, բոմժի տպավորություն չուներ։
գալիս եմ դեպի այդ կինը, ուզում եմ տամ եկի, ասում եմ, չէ, ես նորմալ վիճակում եմ, հետ եմ քաշում, նորից է փոխանցում, նորից եմ գալիս դեպի այդ կինը, որ տամ, նորից եմ ասում, ես ինչ եմ անում, բայց վերջը որ փոխանցվեց, ասեց, ես ամանչամանչ ասեցի, ես գումարը վերցրեք, բան կառնեք, ասեց, վայ, ցավը տանեմ, ես քանի օր ասոված եմ, Աստվածա քեզ ուղարկել։ Դες լինում է, որ դες հակու կապը նորմալ եմ տեսնում, բայց ես տեսնում եմ ընտանիքներ կա, որտեղ հացի կարոտի ծարավ են, ասենք հերը թողելա փախել չկա, հերնելա, բայց անպիտան, չի կարող ոչ մի բանով զբաղվի։ Մերն էլ ի վիճակի չառողջություն չունի ու նայում ես 15-16 տարեկան տղա երեխեք ունի արդեն ովքեր մտածում են, չէ, նաև գնացելեր են հանցանքի վրա, մենք այդ ընտանիքներին ապահովում ենք ուտելիքով, որ կոնկրետ այդ դրդապատճառը չլինի, ոչ շորը, ոչ հաց չլինի, դրդապատճառը, որ իրան գնան հանցագործության վրա։ Իհարկե մենք օգնում ենք, որ այդ մարդիկ ճիշտ ճանապարհի վրա լինեն։ Շնորհակալություն եմ հայտնում Նարինե, այսօրվա հաղորդման համար կհանդիպենք, երբ որ հարկ կհամարեք, այնպես որ այսօր այսքանով ավարտում ենք։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք մեր հաղորդումը, հետևեք իրադարձություններին, մնացեք խաղաղությամբ։